Դծակայանի աշխատողները տեսել են, թե ինչպես այդ մեքենան եկել իրանց կողքով անցել, քիչ հեռու կանգնել։ Վարորդը իջել է մեքենայից ու հեռացել է։ Ու քանի որ այդ փաստը իրանց համար տարօրինակ է թվացել, իրանք ֆիքսել են մեքենան։ Ֆիքսել են նաև ժամը, թե երբ է այդ տեղի ունեցել։ Հա, ֆիքսել են, լավ են արել։ Բայց դա մեզ ինչ է տալիս։ Դա նշանակում է այն, որ այդ մեքենան այրուղու վրա կանգնել է հենց այն ժամանակ, երբ Այդան լսել է այն երկուսի խոսակցությունը։ Իսկ դա նշանակում է, որ Ռուբենը չէր կարող լինել Շահամյանների բակում, որովհետև դա քաղաքի լրիվ ուրիշ կողմում։ Չէ, Հակոբ։ Քո ասածները մեկը մյուսին չեն բացառում։ Հնարավոր է, որ Ռուբենն է այդ ամեն ինչը սարքել, որ մեզ շփոթության մեջ գցի։ Չէ, Ղազարյան։ Ախր Ռուբենը որ շատ էլ ուզենար, չէր կարող աշտարակի տռասից այտենց արագ հասնել Շահամյանների ամառանոց։ Իսկ ինչի ես համոզված, որ հենց Ռուբենն է մեքենան կանգնացրել։ Լծակայանի մարդիկ տվել են նրա նկարագրությունը։ Չէ, Ղազարյան, չէին կարող, որովհետև շատ հեռու է եղել։ Դե ուրեմն անիմաստ խոսակցություններ է ստանում, Հակոբ։ Լավ կանես սրանից հետո մի քիչ ավելի խորը վերլուծես փաստերը, նոր հետևություններ անես ու պնդես։ Բարև Մաքս։ Բարև։ Տեսնի։ Դուք եք առաջնորդվում, начальственный опаздывает, а задерживается կարգախոսով։ Չէ, Մաքս։ Ուղղակի շատ կարևոր գործեր էին առաջացել։ Ես վաղուց եմ ուզում ձեր հետ ծանոթանալ։ Ինչի համար եք այդքան հետաձգում մեր հանդիպումը։ Դա մեր աշխատելավոճն է, Մաքս։ Մենք պրինցիպներ ունենք։ Ոչ մի անձնական ծանոթություն գործընկերների հետ։ Հենց որ հաշվի, որ սա եզակի բացառություն է, որ ես եկել։ Լավ կլինի, մի անգամից անցնեք ձեր հարցերին, ես ժամանակ շատ չունեմ։ Ես ուզում եմ իմանամ ձեր պլանների մասին։ Մենք մեր պլանների մասին ոչ ոքի չենք ասում, դա բացառված։ Ձեր հետ աշխատելով ես լուրջ խնդիրներ ունեմ։ Ու իմ մոտ հարցեր են առաջանում, որոնց պատասխանը դուք չեք տալիս։ Մաքս, մեր պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ։ Դուք ժամանակին կստանաք ձեր հոնորարը։ Ինչու՞ն է խնդրեմը։ Նրանում, որ մեր պայմանավորվածության մեջ չէր մտնում, որ ես ձեր պատճառով պետքա լուրջ մարդկանց հետ լուրջ հարցեր ունենամ։ Ու ես հիմա ուզում եմ հասկանամ ձեր հետագա պլանների նպատակը։ Չէ, դա բացառված է։ Ինչի է բացառված։ Ինչ է գաղտնի պահում ձեր նպատակները։ Մաքս, դու Սուս։ Ես շեֆիդ հետ եմ խոսում։ Դե,
Սպասում եմ, արցից պատասխան։ Դու չափդ անցնում ես, Մաքս։ Ես ինչ թատրոն եք խաղում, արա։ Ինչ ես ասում, Մաքս։ Ո՞վ է այս մարդը։ Ինչի մասին ես խոսում, Մաքս։ Էն որ ես տուֆտեն շեֆը չի, արա։ Ես չեք ջոգում, որ իմ հետ խաղանել չի լինի, արա։ Կգնաս։ Իսկական շեֆությանը կասես, որ մայրի մոտ կմնա ինքան ժամանակ, մինչև ինքը անձամբ չգա իրան հետ ստանա։ Շեֆ։ Ալո, խաչիկ ինչ եղար, ինչ ես ուշանում։ Վրեժ, ես ման եկա, բայց չգտա բանալին։ Ոնց է, չգտա, խաչիկ ինչ ես ասում։ Ինձ թվում էր հիշում էի որտեղ եմ դրել, բայց չգտա։ Երևի կորցրել եմ։ Ոնց է կորցրել եմ։ Խաչիկ նորմալ ասա ինչ ա եղել։ Փոշմանել ես բանալին ինձ տաս։ Չեմ փոշմանել, վրեժ, իսկականից կորցրել եմ։ Խաչիկ ուշադիր լսի ինչ եմ ասում։ Հասկացի, մենք այդ բանալիով գտնելու ենք իսկական մարդասպանի խաչիկ։ Հա, վրեժ, որ կորցրել եմ մեղավոր եմ։ Ես չգիտեի, որ այդքան կարևոր է։ Եթե գտնեմ, տեղակ կպահեմ։ Ղազարյան Մուրադյանն է, մի 10 րոպե առաջ Գևորգը ուշքի եկավ, կարող է խոսի։ Ինչ? Հենց հիմա գալիս են։ Գևորգը ուշքի է եկել, գնաց։ Սերը որ թակարդ է, մեզ է տրվել, բայց դա տապակված է